ասում է, խնդրում է տիրոջից, այդքան բան։ Եվ այն 2007-ի մահապարտ կազմակերպողը, որ այսօր վանների հետ միասին են, ու այսօր ինձ գցել են, մի բան եմ ասում, Դավիթի ու Սավողի պատմությունը գիտենան, ինչքան խփեցին կենտանի մնացի, ինչքան փոխցան, ինչքան օբերեցին, ինչքան ունեցվածքս խլեցին, Աստված ինձ հետ է։ Եթե Աստված ընդմեզ է, ով կարող է զիս մենամարտել։ Մեկի լրատվականն է խնդրում եմ, մի ջահայնացած ես վախտեմ մեկից մի ցույց տվեք Տիգավորյան։ Հերթականությամբ ցույց տվեք։ Շնորհակալ եմ։ Այսքան իրավունք ունեն ծաղկալու։ Ձայնազուգ չէ։ Լավ կներեք։ Գտնում եք դատական նիստերի դահլիճում, այստեղ որևէ միջոցառում չեք մասնակցում, հանդիսատես չեք, որպեսզի ծափարեք, դուք եկել եք ու ընդհանրապես դատական նիստին լուր հետևել։ Հետևաբար բացառում ենք նման վարքագիծը հետագայում։ Ինչ վերաբերում է ձեր հայտարարություններին, քանի որ ձեր հայտարարությունները Ես խնդրում եմ իրենց կանչեք։ Մի րոպե։ Այդ մարդկանց։ Մի րոպե։ Ձեր հայտարարությունները վերաբերում էին ամեն ինչին, այնտեղ եւ կարող եք դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդում, եթե պարոն Խաչատրյանը կգտնի, որ դուք հանցագործության մասին հաղորդում ներկայացուք եւ կան առերևույթին հետ բարդ նախաձեռնելու հարցը կքննարկվի։ Ինչ վերաբերում է ձեր մահապորցի, ներդեմ տեղի ունեցած մահապորցին, դա որևէ ձևով չի կարող առնչվել այս բարիքին, հետեւաբար այդպիսի հայտարարություններ այսօր բացառում ենք, նրանք չէին առնչվում տան։ Ինչ վերաբերում է նոր ապացույցների ձեռք բերում, ես բազմիցս պարզաբանել եմ եւ չեմ սրանա եւս մեկ անգամ կպարզաբանեմ։ Ապացույց ձեռք բերելու համար, որպեսզի ներկայացվի պաշտպանության կողմը նոր ապացույցներ ձեռք բերելու միջնորդություն, մենք ունենք համապատասխան փուլ։ Մենք կավարտենք հանրային մեղադրողի կողմից ներկայացրած ապացույցների հետազոտումը, քանի որ նախնական դատասումներում պաշտպանական կողմը ապացույցների հետազոտելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել։ Բայց ոչ այդ ծախս։ Համապատասխան փուլում կներկայացնենք ձեր միջնորդությունները, կքննարկենք։ Յուրաքանչյուր դատական նիստին ապացույց պահանջելու վերաբերյալ հայտարարություններ անելը որևէ արդյունք չի կարող տալ, քանի դեռ մենք չենք ասել համապատասխան փուլ։ Կարելի է պատասխանել։ Այդ հայտարարությունները խնդրում ընդունեք ոչ թե դատարին ուղղված էս բայ քննարկվա երթագա խնդրանք, այլ պաշտպանության մարտավարություն թե ինչ են պատրաստում մենք հետագայում անել, այսինքն մենք իստորիա ասում ենք, որ դատականությունը այդ ծավալով լրացնելու ենք ընդհանրապես։ Շատ լավ, դե ես էլ ասում եմ պարոն Հայրապետյան, այդ հայտարարությունները գրեթե յուրաքանչյուր նիստի արվում է եւ եթե մի անգամ արել է այդ հայտարարությունը մեղադրել է դատարանի համար արդեն իսկ պահի յուրաքանչյուր անգամ հայտարարություն արտահայտելու անհրաժեշտություն չկա։ Բայց դուք եք որոշում ձեր մարտավարությունը։ Հիմա հաջորդ դատական նիստի հետ կապված։